Ինչ ուրախ եմ, որ ամեն չարիք իր վերջն ունի։ Այո, Տիկին Գյուրեղյան, իսկապես իրավացի եք, ամեն չարիք իր վերջն ունի եւ այդ վերջը 2018 թվականից ի վեր եկել է։ Չարիքը դուք էիք եւ ձեզ այդ չարիքը արմատախիլ է արել Հայաստանի Հանրապետության իմաստուն քաղաքացիները։ Հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, այսօր այս պահին քննարկում ենք Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը եւ ես այս ամբիոնից քիչ առաջ ներկայացրեցի քաղաքացիական պայմանագիր խմբակցության տեխնացուին Տիկին Հունանյանին, ով այս պահին ոլորտային հանձնաժողովի փոխնախագահն է եւ խոսելով նրա մասնագիտական որակների անցած ճանապարհի մասին ներկայացրի վերջինիս ինքնակենսագրականը, որին հետևեց բնականաբար մեր ընդդիմադիր գործընկերների հեգնական հարցերը, մասնավորապես Տիկին Գյուրեղյանը անձնական դաշտ ներխուժելով նույնիսկ կանոններ բերեց Էմմա Պալյանը եւ Հրաչյա Հակոբյանը չեն, այդ առումով շատ ուրախ էր Տիկին Գյուրեղյանը։ Նորից եմ ուզում կրկնել, դուք չեք որոշողը, ով է լինելու մեր տեխնացուն։ Այո, դուք պետք է հարգանքով մոտենայիք այդ որոշմանը, եթե անգամ ձեր նշած անձիկ էին լինելու տեխնացուն եւ որևէ պարագայում իրավունք չունեիք նման ձևակերպմամբ հանդես գալ այս ամբիոնից։ Մի քանի չափորոշիչներ եք նշում ըստ ձեզ, հլու հնազանդ լինել, չգիտեմ ինչ։ Տիկին Գյուրեղյան, հլու հնազանդության քննությունը դուք երևի լավ չեք անցել ձեր ղեկավարին հանձնելիս, որովհետև վերջինիս որդին երբ էստեղ անընդհատ միջադեպեր է հրահրում, դուք պաշտպանում եք, կանանցով ինչ-որ պատ եք կազմում, բայց որևէ պաշտոնի բարձրացում կամ առաջխաղացում ձեզ մոտ չեմ նկատում, միգուցե վերաքննություն հանձնելու կարիք կա եւ մտածեք այդ ուղղությամբ։ Ամեն դեպքում քաղաքացիական պայմանագիր եւ խմբակցության եւ կուսակցության ներսում որևէ առաջընթաց, առաջխաղացում լինում է բացառապես հաշվի առնելով մարդու գիտելիքները եւ անցած ճանապարհը։ Թրկահպատակ բառը շատ եք սիրում օգտագործել դուք, ձեր երաշխավորած համայնքապետերը, բայց կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ լավ գիտի, ով ում հպատակն է եւ դրա պատասխանը եւս տվել է, որի հետ դուք այդքան էլ հաշտ չեք։ Մարդու իրավունքների չպաշտպանված լինելու մասին եք խոսում, ժողովրդավարություն չլինելու մասին եք խոսում։ Եթե ձեր ասացի գոնե 1% իրականություն լիներ, դուք, ձեր գործընկերները եւ բոլորդ այստեղ նստած չէիք լինի։ Չպատասխանեմ, բայց առաջարկում եմ, խնդրում եմ տեղից չխոսեք, ես ձեր որևէ մեկի ելույթի ժամանակ տեղից չեմ արձագանքում։ Հարգելի քաղաքացիներ, աբսուրդի ժանրից է, երբ կեղծարարության, ընտրակեղծարարության հայրերը, մայրերը այս ամբիոնից մեզ իշխանություններից մեղադրում են ընտրակեղծարարության մեջ։ Սա զավեշտ է ուղղակի, բայց ես մի բան կասեմ։ Դուք հաճախ մոտեցեք այս ամբիոնին, հաճախ խոսեք այն ամենի մասին, ինչը իրականության հետ աղերս չունի, որովհետև դուք դրանով վնասում եք առանց այդ էլ ձեր չեղած վարկանիշին եւ շատ մեծ օգուտ եք տալիս մեզ իշխանություններիս։ Մի առիթով ասել եմ, մենք բնավ ձեր աջակցության կարիքը չունենք, բայց հավելյալ օգնությունից հաստատ չենք հրաժարվի։ Խայտառակվեք, ինչքան կարող եք, խայտառակեք ինքներդ ձեզ, մինչև վերջ, եթե իհարկե դեռ տեղ ունեք։ Բռնապետությունից են խոսում մարդիկ, որոնց քաղաքական առաջնորդի որդու ելույթը տպավորություն է մի 5-6 օր բեմադրում են, դերեր են բաշխում, ով ինչ դիրքով պիտի պաշտպանի վերջինիս որդուն, այստեղ խոսում են բռնապետությունից։ Բռնապետություն Հայաստանում եղել է, այո, մինչև 2018 թվականը։ Բռնապետերը ձեր քաղաքական թիմի առաջնորդներն են, ովքեր մարտի 1 եւ հոկտեմբերի 7 գրվածք ունեն դաջված իրենց ճակատին ու դա չի ջնջվելու երբեք։ Միեդի վերջերս կայացրած որոշումն էլ վկա։ Ինչ ասեմ, իրականում ասելիքը շատ է, ձեր ամեն խոսքին կարելի է անդրադառնալ, բայց միևնույն ժամանակ ես ինքս երբեմն ինձ հարց եմ տալիս, թե
արժե այդքան արժևորել ձեր խոսքը, որ այս բարձր ու կարևոր ամբիոնից անդրադառնանք։ Տիկին Հունանյան, հաջողություն եմ մաղթում ձեզ եւ վստահ եմ ընտրվելու եք, իսկ ընտրվելուց հետո ես իմ ուժերի ներածին չափով աջակցելու եմ ձեզ, որպեսզի մենք բոլորս միասին հաջողենք եւ իրականում ապահովենք մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջությունը ու միշտ լինենք վերջիններից կողքին։ Շնորհակալ եմ եւ եւս մեկ անգամ հաջողություն ձեզ։ Դիլիթ Կիրակոսյանը եւ Ջուլիետա Ազարյանը տեղերով փոխվել են։ Ջուլիետա Ազարյան համեցեք։